նախ այս օրերին, երբ որ իշխանությունը եկեղեցի հարաբերությունները դարված են հայտնում եւ ֆեյսբուքյան գրառումները, երեք օրինակ հոգեվորականներն արձագանքում էին եւ ասում են, որ նաեւ արտարադատության նախարարությունն է այստեղ անելիք ունի իշխանությանը զսպելու, որովհետեւ ըստ էության անձնական դաշտ են մտնում եւ ձեզ ուղղված քննադատություն կա այդ առումով, ինչու եք նշում։ Իսկ ինչ ասենք։ Սահմանադրական կարգ է տապալում, տիկին նախարար, սահմանադրական կարգ է։ Եկեք հասկանանք, ես հիմա փոքրիկ դասախոսություն երևի պետք է անցկացնեմ սահմանադրական կարգի տապալում հասկացության հետ կապված, մենք նախորդ պայմանավորվեցինք, որ ինձ չեք ընդհատելու եւ եթե հարցը տալիս եք, խնդրում եմ լսեք պատասխանը։ Այո, շրջանառվում է մամուլում մեդիա դաշտում, որ սահմանադրական կարգը տապալվում է։ Սահմանադրական կարգի տապալումը, որպես քրեորեն հետապնդելի արարք, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում եւ դա նշանակում է հետեւյալը, որ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունը։ Իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետևյալին։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում ընտրությունները կայանում են այն կերպ, ինչպես որ կայանում են, մի խոսքով առաջինից 7-րդ հոդվածների մասն է, եթե չեմ սխալվում սահմանադրության, եւ այդ նորմերի փաստացի գործողության փաստացի դադարումն է նշանակում սահմանադրական կարգի տապալում։ Սիրելի լրագրողներ, խնդրում եմ ձեզ, ուշադիր եղեք ձեր արտահայտությունների հետ կապված մի հնչեցրեք արտահայտությունները եւ խոսքս միայն լրագրողներին չի վերաբերում, խոսքս նաեւ մասնագիտական հանրությանն է վերաբերում, մի հնչեցրեք արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում իրականում գիտեք ինչ են Սահմանադրությամբ արդեն որերորդ անգամ է ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր իրականում շատ տարօրինակ եւ անհարգալից պահվածքին։ Եթե դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք, լսեք այն, ինչ ես եմ ասում։ Ոչ, որովհետև ես միտքս չեմ ավարտել։ Սահմանադրությամբ, երբ որևէ մարմնի մասին կամ անձի, այդ թվում եւ իրավաբանական, ընդ որում եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է արված, դրա մասին խոսելը երբևէ որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ իրավական տերմինաբանություն օգտագործելիս բարի եղեք, բացեք օրենսգրքում չեք նախարարի, ես կարող եմ հասնել, ասում են ոչ թե տապալում, նաև իսկ արդեն ես չեմ երևում։ Մասնագետները կան, որ պնդում են ոչ թե իր լիազորությունների վերազանցում չի կատարում, երբ որ հարցը, այսինքն հակասահմանադրական գործողությունների մասին է տիկին նախարար ուղղերի մեջ օրինակ 17-18-րդ հոդվածներին հղում անելով հակասահմանադրական գործողություն անել ինչ է նշանակում սահմանադրության կարգավորումներին հակասող շրջանցելով են իրավական գործողության հասկացությունը հակաիրավական գործողությունները լինում են երկու տեսակի՝ զանցանք եւ հանցանք եւ իհարկե լինում են այլ իրավախախտումներ, որոնք ենթակա են քաղաքացիական պատասխանատվության, եթե կա սահմանված կարգով ընդունված դատական ակտ։ Պետությունը եկեղեցու գործերի միջամտելու իրավունք ունի տիկին նախարար։ Եկեղեցու գործերի միջամտելու իրավունք ով ունի։ Պետությունը ունի, հարցնում եմ։ Եկեք հարցը հետեւյալ համատեքստում դիտարկենք։ Եկեղեցին սահմանադրական մարմին է թե ոչ։ Այս հարցի պատասխանը ունեք։ Չէ, ես շարունակում եմ։ Ոչ, մարմին չէ։ Եկեղեցին սահմանադրական Vai, լարի էլի։ Մարդուն ում ուղում եք հարց, ես շատ մեծ սիրով եւ շատ երկար ժամանակ կտրամադրեմ ձեզ պատասխանելու ձեր բոլոր հարցերին։ Այն մասին է, որ ինձ չեք հարգում։ Ես շարունակում եմ իմ խոսքը։
Ի՞նչն եք շարունակում։ Չի եղել որևէ դեպք, երբ դուք ինձ հարց տաք եւ հարցը թողնվի անպատասխան եւ ես չտրամադրեմ ժամանակ։ Որ դուք ներողություն, բայց լրագրողների Կարող եք հարցերին լսել։ Բառիչ պատասխան է։ Անհնար է ժողովուրդ անկեղծ ամեն անգամ ես ձեզ բոլորին հրավիրում եմ Արդարադատության նախարարություն լրագրողական իրավական տեսանկյունից էթիկայի եւ իրավական կրթության հետ կապված երկխոսություն ունենալու Փաշինյանը այդ ինքնավստահությունը լրագրողների հետ այդ տոնով խոսելու դասախոսություններ կարդալու ով է ձեզ այդ իրավունքը տվել ավարտեցի չավարտեցի հարց տվեցի Հայաստանի վարչապետը երբ այդպիսի բառեր օգտագործում կամ եկեղեցականի հարգելի լրագրողներ ես ձեզ բոլորին հրավիրում եմ Արդարադատության նախարարություն կրկնում եմ իրավական լրագրության հետ կապված քննարկում կազմակերպելու եւ մեծ հույս ունեմ որ այդ քննարկումը օգուտ կունենա եւ դրանից հետո մենք հնարավորություն կունենանք խաղաղ պայմաններում հարցեր տալու եւ հարցերի պատասխանները լսելու պայմանավորում որ միայն դուք նման Սահմանադրությունը ուսումնասիրել նոր մեծ դասեր։